6 ամիս է ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ վարում ենք բանակցություններ։ Ասում ենք, որ գոյություն ունեն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցեն։ Ասում ենք, որ ընդդիմությունը պետք է միմյանց չթիրախավորի, որովհետև ունենք մեկ թիրախ։ Ընդամենը 10 օր առաջ մեր դաշինքի համագումարին հայտարարել եմ, որ մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չունենք։ Ունենք այսօրվա եւ վաղվա պայքարի գործընկերներ, մենք որևէ մեկին չենք թիրախավորելու, մեր թիրախը գործող վարչախումբն է եւ նույն ակնկալիքը եւ պահանջը ունենք ընդդիմադիր ուժերից։ Այս իրավիճակում, այս ֆոնի վրա ձեր նշած գործիչը, սա արդեն որի-օրդ անգամ այդ նույն տեքստերն է կրկնում։ Սա ի՞նչ է նշանակում։ Եկեք միասին մի քանի տարբերակ ասենք։ Տարբերակ 1. Հայտնվել լուսանցքում որևէ բան իրանից չի ներկայացնում եւ անընդհատ նման տեքստերով փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա։ Տարբերակ 2, որ իր նպատակը ըստ գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելը չի, այլ ընդհանրապես մասնակցել, թիրախավորել ընդդիմադիր հիմնական ուժերին ու ինչ-որ ընդդիմադիր ձայներ փոշիացնել։ Իմ տպավորությամբ արդեն այս ընթացքի մեջ են։ Եվ առհասարակ ես կարծում եմ, որ այդ տեքստերի հեղինակը Արման Թաթույանը չի։ Եվ նաև վստահաբար ինքը ամեն օր դա իր խոսույթով ապացուցում է, բայց ընդհանրապես կարող եմ ասել, որ այդ տեքստերի հեղինակներն, ինչպես մնացած բոլոր պրոյեկտները, սա եւս ձախողելու են։ Որտեղ հիմա չեմ հասկանում, դու մտել ես ընտրապայքարի մեր հետ, մեր դեմ, թե գործող վարչախմբի կամ ինքդ քո համար։ Ունես ծրագրեր, ունես ասելիք, խնդրեմ։ Այսինքն մենք առավոտից երեկո ասում ենք, որ անթույլատրելի ընդդիմադիր ուժերը միմյանց հարված են, այս մարդը կարծես թե ունի մի առաքելություն։ Այս մեկ, երկրորդը, մենք որ չենք անդրադառնում, դա չի նշանակում մեր համբերությունը անսպառը։ Եվ դա չի նշանակում, որ մի պահ չենք որոշի պարզապես վրայով անցնել, որովհետև չի կարելի անընդհատ, այսինքն մի երգ են երգում։ Օրինակ կարող եմ հարցնել 5 տարի ուր էիք։ Խոսում են, թե իբր անտիռեյտինգ ունենք, բա դուք ինչ ունեք։ Ոչ ռեյտինգ ունեք, ոչ անտիռեյտինգ ունեք, ոչ էլ որևէ մեկին հետաքրքիր եք ընդհանրապես։ Բայց մենք չենք խոսա, չէ՞ այս մասին։ 6 ամիսա խնդրում ենք ընդդիմադիր դաշտի ուժերին, ասում ենք ունենք գլխավոր չարիք, ունենք խնդիր։ Բայց եթե այս ճանապարհով են գնում, ես պարզ ասեմ, սա վերջին նախազգուշացումն է։ Մենք պատրաստ ենք ունենք այդքան հնարավորություն եւ ռեսուրս մի քանի ճակատով պայքարելու ու պայքարելու ենք։ Պարոն Սարաթելյան, բացի նշված անձից, որտեղ ներկայացրել է հայտ, նաեւ այլ գործիչներ կան, որոնք որ այսպես նաեւ նույն ոճի մեջ են, նույն տոնի մեջ են ու նաեւ դաշինքի հանդեպ ու առաջնորդի հանդեպ։ Հատկապես առաջնորդի, ինչից Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ վարչապետի թեկնածուն ինքն է, այսպես ծվինները ավելի սրվեցին եւ նայեք, ակնհայտ է, որ մեկ իշխանությունը, մեկ ընդդիմադիր դաշտի որոշ գործիչներ շատ ծանր են տանում այս ամեն ինչ։ Մենք չենք անդրադառնալու իրենց, իրենք մեզ հետաքրքիր չեն, իրենք մեր համար թիրախ չեն։ Մենք ունենք մեկ թիրախ, դա գործող վարչախումբն է։ Հրապարակային ասում եմ 10 օր առաջ հայտարարել եմ, որ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը մեր այսօրվա եւ վաղվա պայքարի գործընկերներն են։ Դադարեցրեք այս ամեն ինչը, բայց եթե իրենց դա թվում է թուլության նշանակ, կամ նորից եմ կրկնում, մեր համբերությունը անսպառը շփոթվում են, այնքան հարց կտանք, օրինակ նույն Արման Թաթոյանին, երբ որ տեսնեք, հարցրեք, որ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, այդ մասին ասել է թե չէ։ Ու կարող եմ ասենց բազմաթիվ հարցադրումներ անել, որոնցից որևէ մեկին չեն կարող պատասխանել։ Հետևաբար պետք է յուրաքանչյուր ուժ հանրությանը ներկայացնի իր ծրագրերը, իր մոտեցումները, իր ասելիքը, այո մենք մրցակիցներ ենք, բայց ոչ հակառակորդներ ու երբեք փորձելու ենք չանդրադառնալ սրան։ Բայց սա թող լինի զգուշացում, որովհետև մի շարք հարցեր կա, որոնցից որևէ մեկին չեն կարողանալու պատասխանել ոչ իրենք, ոչ էլ իրենց համար տեքստեր գրողները։ Առայժմ այս թեմայով այսքանը, բայց եթե շարունակեն նորից եմ ասում, մենք ունենք այդքան հնարավորություն։ Մի քանի ճակատով պայքարելու, որովհետև մենք թույլ չենք տալու, այսինքն տեղից վերելնողը Նիկոլի ջրաղացին ջուր լցի, հետո էլ տանի ձայներ փոշի աստ։
Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ մեդիա AM կայքում։